Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 19:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Այս տարի եւս ամանորի գիշերը հանրային հեռուստաընկերության եթերում ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II ուղերձը չի հնչի։ Հանրային հեռուստաընկերության կայքում արդեն իսկ հրապարակվել է ամանորի ծրագիրը, որտեղ ընդգրկված չէ կաթողիկոսի ուղերձը։ Ըստ դեկտեմբերի 31-ի եթերացանկի ժամը 22-ի հատվածում ուղերձներ են հղելու Վահագն Խաչատուրյանն ու Ալեն Սիմոնյանը, իսկ տարեմուտին 23:40-ին նախատեսված է միայն Նիկոլ Փաշինյանի ուղերձի հեռարձակումը։ Նախորդ 2 տարիներին հանրային հեռուստաընկերությունը հրաժարվել էր կաթողիկոսի ուղերձը տարեմուտին երկրի ղեկավարի շնորհավրանքից առաջ հեռարձակելու երկարամյա ավանդույթից։ Մայրաթոռին առաջարկվել էր վեհափարի խոսքը եթեր հեռարձակել լուրերի գլխավոր թողարկման ընթացքում, սակայն Էջմիածինը մերժել էր այս առաջարկը։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի վիրահատությունը ավարտվել է, այս մասին հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը։ Նրա փոխանցման վիրահատությունն անցել է բարեհաջող։ Միքայել Սրբազանը դեկտեմբերի 16-ին տեղափոխվել էր Իզմիրյան բժշկական կենտրոն։ Ավելի վաղ քրեակատարողական բժշկության կենտրոնն առաջարկել էր Սրբազանին վիրահատել պետության հաշվին իրենց առաջարկած հիվանդանոցում, բայց arczepiskopos-ը պնդել էր, որ իր բժիշկն Իզմիրյան բժշկական կենտրոնում է, այնտեղ էլ մտադիր է վիրահատվել։ 2 տարվա ազատազրկման դատապարտված Աջապահյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչի համար, մեղքը չի ընդունում, այն համարում է քաղաքական հետապնդում։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրես կուսակցությունը կմասնակցի 2026 թվականի հունիսի կայանալիք խորհրդարանական ընտրություններին, իսկ նախընտրական ցուցակը կգլխավորի կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Այսօրվա ասուլիսին կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանն ասաց, որ հենց Զուրաբյանն էլ լինելու է վարչապետի իրենց թեկնածուն։ Նա հավելեց, այս ամենը նախապես քննարկել եւ համաձայնեցրել են կուսակցության առաջնորդ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Եվ ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ եւ այս ամեն ինչ որ ասում եմ, անշուշտ քննարկվել եւ համաձայնեցվել է կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Եվ տեղյակ եմ պահում, որ միաձայն եւ հանրապետական խորհուրդը եւ կուսակցության գործադիր մարմինը վարչությունը կայացրել է որոշում 1 մասնակցել առաջիկա ընտրություններին, որոշում 2 կուսակցության թեկնածու, վարչապետի թեկնածու առաջադրել վարչության փոխնախագահ Լևոն Զուրաբյանին։ ՀԱԿ-ի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանն անդրադարձավ նաև նախկին մի պարման Թաթոյանի միասնության թվեր նախաձեռնության հետ հնարավոր համագործակցությանը եւ փաստացի չբացառեց այն։ Մենք բավականին երկար բանակցել ենք այդ ուժի հետ, այս վերջին ամիսներին նման խոսակցություն եւ բանակցություն չկա, թե ինչ կլինի չգիտեմ, ինձ համար մի քիչ անհասկանալի են իրենց քաղաքական ուղերձները, բայց դա ես որպես մեղադրանք չեմ ներկայացնում։ Ապագայում կարող են լինել ինչ-որ բանակցություններ, կտեսնենք։ Ես ինչ-որ մեկին հատուկ չեմ բացառում, ես կարծում եմ, որ կան ավելի կարևոր ուժեր, որոնց հետ արժե լրջորեն բանակցել, նշել է Լևոն Զուրաբյանը։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեհյուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ են Հայաստանի սահմանադրության փոփոխություններ եւ ՏՌԻՊ նախագծով ստանձած պարտավորությունների լիարժեք կատարում։ Բայրամովը հայտնել է նաեւ, որ Ադրբեջանը որպես բարի կամքի ժեստ միակողմանիորեն վերացրել է Հայաստանի ապրանքների տարանցման սահմանափակումները։ Ադրբեջանի արտգործնախարարի խոսքով Հայաստանից ստացվել է նավթամթերքի վաճառքի վերաբերյալ հարցում եւ բարձրացվել է Վրաստանի տարածքով տեղափոխման հարցը։ Նա նշել է, որ Վրաստանի կողմից կիրառվող սակագինը իսկապես շատ բարձր էր։ Սա հարցեր առաջացրեց Ադրբեջանում, Վրաստանի ղեկավարությունը անհապաղ միջամտեց եւ խնդիրը լուծվեց։ Սակագինը համաձայնեցվեց ընկերությունների միջև լիովին համապատասխանելով շուկայական պայմաններին։ Սա ցույց է տալիս, որ Ադրբեջան-Վրաստան հարաբերությունները բարեկամական են։ Կարծում եմ, այս հարցը լուծվել է եւ այդ ուղին կրկին կօգտագործվի, ասել է Բայրամովը։ Ադրբեջանի արտգործնախարարը կարծում է, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև այլ ոլորտներում առևտուրը հնարավոր է զարգացնել։ Երկու երկրների միջև ռազմական ապրանքների առևտուրը բացառված է, բայց այլ ոլորտներում առևտուրը հնարավոր է։ Մենք ակնկալում ենք, որ այս գործընթացը տեղի կունենա, ընդգծել է Բայրամովը։ Անդրադառնալով 2026-ի գարնանը Երևանում եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին իր հնարավորությանը, Բայրամովն նշել է, որ իր այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը։ Բաքվի դատարանում եզրափակիչ ելույթներով են հանդես եկել Արցախի հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, նրանք ըստ ադրբեջանական լրատվամիջոցների հերքել են իրենց առաջադրված մեղադրանքները։ Ղուկասյանն ընդգծել է, որ մեղադրող կողմը Խորհրդային Ղարաբաղ թերթում իր աշխատանքը ներկայացրել է որպես հանցագործություն, ինչի հետ ինքը համաձայն չէ։ Նա պարզաբանել է, որ թերթի խմբագրի 4 օգնականներից մեկն է եղել, զբաղվել են նյութերի ռուսերեն թարգմանությամբ եւ որ այդ ժամանակ իր ենթակայության տակ են եղել 16 աշխատակիցներ, փոխանցում են Ադրբեջանի
ադրբեջանական պետական լրատվական գործակալությունները։ Ղուկասյանն ասել է, որ թերթի գործունեությունը հանցավոր չի համարում, նա հավելել է, որ 2007 թվականին հեռացել է մեծ քաղաքականությունից եւ այլևս երբեք չի վերադարձել։ Փակոս Սահակյանը համաձայն նույն աղբյուրների ասել է, որ Արցախում հանցավոր կազմակերպություն չի եղել եւ չէր էլ կարող լինել։ Հանցավոր միավորուն ձևակերպման ներքո Բաքուն նկատի ունի Արցախը։ Նշենք, որ Արցախի նախկին նախագահների համար մեղադրող դատախազը 20 տարվա ազատազրկում է պահանջել, քանի որ նրանց 65 տարեկանը լրացել է եւ ըստ ադրբեջանական քրեական օրենսգրքի վերջիններս չեն կարող ՑՄԱ ազատազրկման դատապարտվել։ Վաղար շաբաթի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը անդրադարձել է իր եւ իր ընտանիքի նկատմամբ քրեական բարույթին։ Նախաքննության գաղտնիությունից ելնելով այսքան ժամանակ լուր հետևել եմ իմ հասեին տարածող հերյուրանքներին եւ դրանց վրա թաքնված կամ անթաքույց ցնծացողներին։ Այս պահին բոլորի նման մեծ ողջավորությամբ պատրաստում եմ ամանորին այն ընտանեկան ջերմ մթնոլորտում նշելուն։ Տոներից հետո խոստանում եմ խոսել հանգամանալից անդրադառնալ այս կրկեսին։ Իսկ մինչ այդ շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ խաղաղ ու սիրով լի տարի բոլորիս, գրել է վաղար շաբաթի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը։ Այսօր դեկտեմբերի 26-ին վրա երթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում ժամը 0:01 սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Դավիթ Աբրահամյանը իր վարած Opel Մակնիշի ավտոմեքենայով Սարուխան բնակավայրում վրա երթի է ենթարկել հետիոտն Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Ռազմիկ Ղարիբյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Գավառ բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական բարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, կհանդիպենք։